Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանն իսկապես արժանի չէ քննադատության եւ այն վերաբերմունքին, որը մենք ցավոք տեսնում ենք վերջին տարիներին, հայտարարել է Մակա Բոճորիշվիլին։ Վրաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով, չնայած դրան, երկրի կառավարությունը գնում է այն ճանապարհով, որն անհրաժեշտ է երկրի զարգացման, կայուն ապագայի եւ անվտանգության համար։ Բոճորիշվիլին համոզմունք է հայտնել, որ դա անհրաժեշտ է նաեւ համաեվրոպական անվտանգության համար եւ բխում է ընդհանուր եվրոպական շահերից։ Դիվանագետը հավելել է, որ Վրաստանում ոչ ոք չի հարձակվում օտարերկրյա դիվանագետների վրա, հակառակը Թբիլիսին հարգում է այն հարաբերությունները, որոնք տարիների ընթացքում ձևավորվել են գործընկերների հետ։ Եվրամիության անդամ երկրների դեսպանները հավանություն են տվել նոր կանոններին, որոնք դյուրացնում են ԵՄ անվտանգության համար ռիսկեր ներկայացնող կամ մարդու իրավունքները խախտող պետություններին Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմից զրկելու գործընթացը։ Փոփոխություններն ընդհանուր առմամբ վերաբերում են 61 պետության։ Այդ մասին X-ի իր էջում հայտնել է Ազատություն ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։ Նոյեմբերի 17-ին փոփոխությունները կքննարկեն Եվրամիության արտգործնախարարները։ Որոշումը կարող է ուժի մեջ մտնել արդեն դեկտեմբերին եւ կիրառվել վրացական անձնագրեր ունեցողների առանձին խմբերի նկատմամբ։ Ավելի վաղ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ Բրյուսելը պատրաստվում է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի մասնակի կասեցման մարդու իրավունքների խախտումների պատճառով։ Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին վարչապետ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցության առաջնորդ Գյորգի Գախարյայի նկատմամբ։ Նրան սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում։ Գախարյան մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ այնպիսի որոշումներ կայացնելու համար, որոնց հետևանքով տուժել են մարդիկ եւ խախտվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Հոկտեմբերին Գախարյան հանուն Վրաստանի կուսակցությունը որոշում էր կայացրել դադարեցնելու բոյկոտը եւ մտնելու խորհրդարան։ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գյորգի Շարաշիձեն հայտարարել էր, որ խորհրդարանի ամբիոնից հրաժարվելը ոչ միայն սխալ է, այլև հանցագործություն է երկրի ու ժողովրդի նկատմամբ։ Ըստ կուսակցության դրա արդյունքում վրացական երազանքը հնարավորություն է ստացել արագ եւ անարգել ամրապնդելու ավտորիտարիզմը։ Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը դադարեցրել էր Գյորգի Գախարյայի եւ նրա կուսակցության 11 անդամի լիազորությունները, հաստատելով կուսակցական ցուցակով 12 նոր պատգամավորների մանդատները։ Գախարյան Վրաստանի վարչապետ է եղել 2019-ից 2021 թվականներին, մինչ այդ նա զբաղեցրել է ներքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու հետ, քննարկել Վրաստանի տարածքում վթարի ենթարկված թուրքական C-130 ռազմական ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը։ Ավելի վաղ Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ խումբ են ստեղծել հետաքննության համար։ Թուրքիայի նախագահը դիմել է հանրությանը կոչ արել զգոն լինել եւ չհավատալ ավիավթարի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերին, խոստացել, որ դեպքի բոլոր հանգամանքները կպարզվեն։ Թուրքիան նաև դադարեցրել է բոլոր C-130 ինքնաթիռների թռիչքները մինչև հետաքննության ավարտը։ Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող օդանավում եղել է 20 մարդ, անձնակազմի 4 անդամ եւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 16 սպա, բոլորը զոհվել են։ Նրանց թվում է նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետը։ Զոհված զինծառայողների աճյուններն արդեն տեղափոխվել են Թուրքիա, հայտնաբերվել է նաև ինքնաթիռի սև արկղը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Արդարություն եւ զարգացում կուսակցության կենտրոնակայանում ընդունել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատիին։ Հանդիպումը տեղի է ունեցել մամուլի համար փակ ռեժիմով։ Բանակցություններին ներկա է եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքամ Ֆիդանը։ Նախարարները Անկարայում մասնակցել են նաև կլոր սեղան քննարկմանը նվիրված Թուրքիայի եւ Եգիպտոսի հարաբերություններին, հանդես եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Կողմերը պայմանավորվել են թարմացնել ու ամրապնդել հարաբերությունների իրավապայմանագրային բազան։ Ֆիդանը նշել է, որ վերջին շրջանում Եգիպտոսի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը եւս ակտիվացել է։ Աբդելատին էլ ընդգծել է, որ խնդիր է սահմանվել Թուրքիայի եւ Եգիպտոսի միջև առևտրի ծավալը հասցնել մինչև 15 միլիարդ դոլարի։ Նա նաեւ բարձր է գնահատել Եգիպտոսում թուրքական ներդրումները։ Նախարարներն անդրադարձել են Գազայում, Սիրիայում եւ Սուդանում իրավիճակին։ Կողմերն ընդգծել են տարածաշրջանային հարցերում համագործակցության պատրաստակամությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։ Արտգործնախարարության աղբյուրների փոխանցմամբ Ֆիդանի և Ումերովի հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում։ Ումերովը տեղեկացրել է, որ քննարկվել են ռազմաճակատում տիրող իրավիճակը և Կիևի պաշտպանունակության ամրապնդման հետագա քայլերը։ Ավելի վաղ Ումերովը հայտնել էր, որ հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի, ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալնի և Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիվ Քլչի հետ։ Նրա խոսքով կողմերը քննարկել են Ուկրաինայի և Թուրքիայի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Աբբաս Արաղչիի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։ Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։ Իրանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն կողմերն ընդգծել են երկու երկրի վճռականությունը զարգացնելու հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Իրանի արտգործնախարարը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղված տարածաշրջանի երկրների ջանքերը, կոչ արել ամրապնդել երկխոսությունն ու համագործակցությունը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ևս ընդգծել է գործակցության կարևորությունը հավաքական անվտանգության պահպանման համար և հաստատել խորհրդակցությունները շարունակելու Մոսկվայի պատրաստակամությունը։ Նախարարներն ընդգծել են նաև հոկտեմբերի 2-ին ուժի մեջ մտած Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի անվերապահ իրագործման փոխադարձ հանձնառությունը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ ագրեսիայի համար և պահանջել Վաշինգտոնին և Թել Ավիվին միջազգային պատասխանատվության ենթարկել։ Նամակում նշվում է, որ իսրայելական հարձակումների հետևանքով մասնավորապես տուժել են Իրանի խաղաղ միջուկային օբյեկտները, որոնք գտնվում են ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո։ Թեհրանի պնդմամբ այդ գործողությունները կատարվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ։ Արաղչին նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները միջազգային պատասխանատվություն է կրում ոչ միայն Իսրայելի գործողությունները ղեկավարելու, այլև պատճառված նյութական և բարոյական վնասի համար և պահանջել է փոխհատուցում։ Իրանի արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին կոչ է արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Նա կոչ է արել նամակը հրապարակել որպես Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ։ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները Վիեննայում հանդիպել են ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ, քննարկել կազմակերպության կառավարիչների խորհրդի առաջիկա նստաշրջանի օրակարգը։ Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հանդիպումից հետո գրել է Ռուսաստանը և Չինաստանը Իրանի միջուկային ծրագրի առանցքային մասնակիցներն են, և հենց այդ երեք երկիրն են մեծապես որոշում, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Ուլյանովի խոսքով եվրոպական երեք երկրները Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան նույնպես իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, սակայն նրանց հնարավոր դրական դերակատարման հարցը լուրջ կասկածներ է առաջացնում։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բոսնիա և Հերցեգովինայում հանդիպում է ունեցել երկրի պաշտպանության նախարար Զուկան Հերեզի հետ։ Վերջինս հայտարարել է, որ ակնկալում է Ադրբեջանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում։ Նրա խոսքով Բոսնիան և Ադրբեջանը ձգտում են խորացնել բարեկամությունն ու գործընկերությունը։ Կողմերը ստորագրել են 2026 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլանը, որը սահմանում է համատեղ գործունեությունը պաշտպանության ոլորտում։ Ծրագիրը ներառում է համատեղ զորավարժություններ, փորձի փոխանակում և այցելություններ։ Հասանովն այցելել է նաև պաշտպանական արդյունաբերության գործարան և ռազմական նշանակության այլ օբյեկտներ, ծանոթացել ստեղծված պայմաններին և արտադրական սարքավորումներին։ Ադրբեջանում խաղաղ պայմաններում սպաների ակտիվ զինվորական ծառայության ժամկետը կարող է կրճատվել 6 ամսով։ Փոփոխություններ են առաջարկվում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ կանոնակարգը հաստատելու մասին և զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենքներում։ Փաստաթուղթը քննարկվել է Միլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նիստում։ Փոփոխությունների նախագծի համաձայն պահեստազորից պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ պայմանագրային հիմունքներով պարտադիր զինվորական
զինվորական ծառայության կամավոր ընդունված սպաների պարտադիր զինվորական ծառայության ժամկետը խաղաղ պայմաններում կկրճատվի 6 ամսով և կսահմանվի 1 տարի։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։